Արարատյան խոհանոցն է եթերում, հարգելի հեռուստադիտողներ, բարև ձեզ, շատ ուրախ եմ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Եվ այսպես, բարեկամներ, այս լավ տրամադրությամբ շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից ուտեստը, որ պիտի պատրաստենք, այսօր հարգելի հեռուստադիտողներ, կոչվում է ոլորապուր։ Օգտագործելու ենք փափկամիս խաշված հորթի։ Օգտագործելու ենք պահածոյացված ոլոր, իհարկե կարող ենք օգտագործել նաև թարմ ոլոր, բայց ոչ չոր։ Խնձոր ենք օգտագործելու սոխառած եւ տոմատային հյութ աջիկա պղպեղով։ Սկսելու համար նախ կաթսան մի քիչ տաքացնում ենք, կարագը մի քիչ հալում։ Այդ ընթացքում կպատրաստենք սոխառած, սոխը կկտրատենք մանր։ Բարեկամներ, ամեն անգամ պիտի հիշեցնեմ, որ տապակելու ժամանակ մենք միշտ ձեզ հորդորում ենք, որ յուղը լավ դաղենք, եթե յուղ է կամ ձետ, բայց երբ որ օգտագործում ենք կարագ, ապա պիտի անպայման ոչ շատ դաղված վիճակում ավելացնենք, որովհետև այդ կարագի պարունակությունը մենք գիտենք, որ այնտեղ պարունակում է նաև քափ, իսկ այդ քափը բարձր ջերմաստիճանի տակ սևանում է, վառվում է։ Այսպես թող սոխառածը պատրաստվի։ Մենք նախապատրաստենք միսը։ Հիմա մենք կկտրատենք նաև խնձորը, մինչ կտապակվի սոխը։ Այնպես կտրատենք, որ կարողանանք հեռացնենք միջուկը։ Չզարմանաք, հարգելի հեռուստադիտողներ, դուք արդեն բավականին փորձ ունեք, նաև ի շնորհիվ մեզ, շատ ապուրներ եւ շատ ուտեստներ կան մեր ազգային խոհանոցում, որոնց մեջ օգտագործվում են մրգերը։ Մրգերը օգտագործվում են հատկապես վառ գարնան, ձմռան ավարտին կամ ձմռան այդպես ժամանակ եւ սրա առավելությունն այն է, որ մենք այսպես վիտամիններով, հատուկ վիտամիններով հարստացված ուտեստների կարիք ունի մեր օրգանիզմը եւ այդ կարիքը պիտի անպայման բավարարել։ Սոխառածն արդեն պատրաստ է, ավելացնում ենք մսերը, սոխառածի հետ տապակվելու համար ուզում եմ ցուցադրել, այսպես խառնում ենք։ Մի քիչ աղ մսի եւ սոխի համար, սա դեռ ապուրի համար չէ։ Ուղղակի մսին ենք հաղորդում որոշակի համ։ Իսկ աղը բարեկամներ մենք գիտենք, որ համեմունք է, ուղղակի։ Շատ դեպքերում հարգելի հեռուստադիտողներ լսում ենք այստեղից կամ այնտեղից աղի շատ վնասակար լինելու, աղի վտանգավոր լինելու մասին, հարգելի հեռուստադիտողներ, առանց աղի մեր օրգանիզմը ուղղակի գոյություն պահպանել չի կարող, մանավանդ, որ մեր բնակլիմայական պայմանները այնպիսին են, որ աղի կարիք մեր օրգանիզմը շատ է զգում։ Եվ ուղղակի բարեկամներ նշեմ, որ աղի օգտագործումը շատ կամ քիչ կապված է, ուղղակի կապված է բնակլիմայական պայմաններից։ Կեղևապատվի միսը, արդեն կեղևապատվեց, տեղադրում ենք նաև խնձորը, այսպես շերտով մի քիչ աջիկա, այսպես ոլորով շերտ կազմենք, եւ մեկ եզրից զգուշությամբ ավելացնենք նաև ջուրը։ Թողնենք մի քիչ քանակի ջրով համերի փոխադրում, համերի համադրում իրականացվի,
այնուհետև կշարունակենք։ Ինչ շարունակելը մեզ մնում է ուղղակի 3-4 րոպե միասին այս ամբողջը եփել եւ պատրաստել նաեւ հատուկ համեմունք, իսկ այդ հատուկ համեմունքը դուք գիտեք, թե մենք ինչպես ենք պատրաստում, մենք բազում անգամ միասին պատրաստել ենք, օգտագործելու ենք կանաչի, աղ, պղպեղ եւ համեմի սերմ։ 2-3 րոպե եւ ամեն ինչ պատրաստ կլինի։ Ահա բարեկամներ 2-3 րոպե եւ այսպիսի պատկեր ունեցանք, կավելացնենք ջուրը եւ կպատրաստենք համեմունքը։ Համեմունքը պատրաստելու ենք կոտեմով։ Կոտեմ կտրատենք։ Հիմա ինչ ենք անելու։ Այո, համեմելու ենք մի քիչ աղով, կարմիր պղպեղ, նշեմ, որ այս կարմիր պղպեղը քաղցր պղպեղ է, մի քիչ կծու և համեմի աղացված սերմ։ Շարունակենք այսպես խառնել այս հիասքանչ համեմունքը։ Վերջ բարեկամներ, պատրաստ է համեմունքը, պատրաստ է ուտեստը, կմիացնենք իրար այս բաղձալի երկու իրադրություն, ծածկենք կափարիչը և վերջ, ուտեստը պատրաստ է, հարգելի հեռուստադիտողներ, նորից նշեմ, թե ինչ արեցինք, ինչ պատրաստեցինք կանաչ ոլորով ապուր, պատրաստեցինք սոխառած, խաշված միսը տապակեցինք սոխառածով, այնուհետև խնձոր ավելացրեցինք շերտով, այնուհետև խնձորից հետո կանաչ ոլոր շերտ կազմեցինք և այստեղ չմոռանամ նշել, որ սոխի հետ տապակվելու ժամանակ աղ ավելացրեցինք մսին։ Մի կողմից կամած ջուր ավելացրինք, կիսատ դեռ, որ այդ ամբողջությունը համերի փոխադրում իրականացնի, փոխանակում իրականացվեց, 2-3 րոպե խաշվեց այս վիճակում, այնուհետև ավելացրեցինք ջուր և մեր հիանալի համեմունքը կոտեմի, աղի, պղպեղի և համեմի սերմի։ Ուտեստը պատրաստ է։ Օգտվելով առիթից ուզում եմ հարգելի հեռուստադիտողներ նշել, որ բաղադրությունը վերցված է Լևոն Ղազարյանի խմբագրած հայոց ավանդական և ժամանակակից ուտեստներ աշխատությունից։ Շնորհակալությունս Լևոն Ղազարյանին։ Ահա, բարեկամներ, ուտեստը պատրաստ է։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը։ Մենք հանդիպելու ենք ամեն օր ունենալու ենք լավ առիթ ևս մեկ անգամ շփվելու մեր ազգային խոհանոցի հետ եւ դրա արդյունքում ունենալու ել ավելի առողջ եւ ել ավելի երջանիկ կյանք։ Հպարտ պիտի լինենք հայ լինելու համար, պիտի ունենանք համբերություն եւ տարածենք մեր շուրջը միայն ու միայն բարություն։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ոլորապուր հորթի միս 200 գրամ, ոլոր պահածոյացված 1 տուփ, խնձոր 1 հատ, սոխ 80 գրամ, կարագ 30 գրամ, կանաչի, աղ, պղպեղներ, համեմի սերմ, բարեախորժակ։